Բանակում մահվան դեպքերի լիարժեք բացահայտման պահանջով այսօր կառավարության շենքի մոտ բանակն իրականում նախաձեռնող խմբի բողոքի ակցիայի ժամանակ բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Երբ Ալիկ Սարգսյանը դուրս է եկել կառավարության շենքից, մի խումբ ցուցարարներ սկսել են գոռալ ամոթ, ամոթ, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել Վարդգես Գասպարիի եւ ոստիկանապետի միջեւ։ Ակտիվիստ Վարդգես Գասպարին վերման ենթարկվեց ոստիկանական բաժանմունք Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին վիրավորելու պատճառաբանությամբ։ Դրանից հետո երթը շարունակվեց դեպի նախագահի նստավայր։ Իրավունք ունեն ցուցարարները գոռալ եւ իրենց կարծիքը արտահայտել Հայաստանի Հանրապետության կառավարության ցանկացած ներկայացուցչի նկատմամբ։ Դա իրենց իրավունքն է, իրենց կարծիքը արտահայտելու իրավունքն է։ Եթե Ալիկ Սարգսյանը գտնում է, որ դա վիրավորական է, եթե այլ խոսքեր են ասել, որ զրպարտչական է, ապա թող դիմի դատարան։ Եղերն ատինում հայոց բանակում, սպանում են մեր երիտասարդներին։ Ամեն օր սպանություն է գալիս, բանակից։ Մի հաշոտեք մեր երեխեքին։ Եթե նախագահում եք հողմատասպան։ Գնացեք բանակում պատշարեք, որ մեր զինվորներին չսպանեն։ Ծեծելով, ջարդելով, հոշոտեն։ Եվ հիմա տեսեք ոնց այսքան նման քանակով ոստիկանների եւ այնտեղ եւ այստեղ գտնվելը։ Բեզանից ավելի շատ է, եթե նստեք հաշվեք, ցույցի մասնակիցներից երևի թե մի կրկնակի անգամ շատ է։ Սա ամեն մեկի մի հատ ոստիկան, սա անտրամաբանական է։ Ուրեմն մի րոպե, մայթեք, բացացեք երեք, բարուկ մասից դուրս եկեք։ Ես չեմ մնում դուք եք հրում ինձ, դուրս եկեք բարուկ մասից։ Չէ, բացեք այդ կնոջը։ Չի կարելի, կարգեք կանգնում, ժողովուրդ։ Ձեր ակցիաց իմացա։ Չէ, Արգելի քաղաքացիներ, խնդրում եմ վարչան հասկացում այդտեղում, խոչըտե դիրեթամիջանը, պահպանել անվտանգության գործից, հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրական համակարգում տարվա կենսական բնականացության։